Ցավով պետք է նշեմ, որ Արցախի կորստից հետո արդեն շատ դժվար է ասել, որն է այդ կարմիր գիծը։ Սահմանադրություն փոխելը, ադրբեջանցիներին Դուք կարծում եք, որ հայ ժողովրդի համար սահմանադրությունը ավելի ծանրակշիռ հասկացություն է, քան Արցախը։ Արցախը հայ ժողովրդի սիրտն էր, հայ ժողովրդի գոյության նպատակն էր։ Հայ ժողովուրդը տասնամյակներով մաքարել էր, պայքարել էր եւ տարել էր ահավոր կտանքներ Արցախը պահպանելու, Արցախը Հայաստանին պահելու նպատակով։ Դե Նիկոլը ասում է, պայքարել պետք չէ, պետք է հանգիստ ապրել խաղաղ։ Եվ երբ որ Նիկոլը հանձնեց Արցախը եւ մենք դա հանդուրժեցինք, դրանից հետո ես դժվարանում եմ ասեմ, իսկ այդ դրանից հետո ո՞րն է կարմիր գիծը հայ ժողովրդի համար։ Իրոք դժվարանում եմ։ Հնարավոր է եւ կա, բայց ես չգիտեմ այդ կարմիր գիծը։ Երևի թե գոյութենական վտանգն է, երևի թե։ Եվ երևի թե մեր խնդիրն է նաև բացատրել հայ ժողովրդին, որ այդ վտանգը գնալով մոտենում է։ Եթե այդ վտանգը մինչև Արցախը հայկական, մինչև Արցախի օկուպացիան, այդ վտանգը գտնվում էր բավականին հեռու, այսօր այդ վտանգը գտնվում է Սյունիքի երկու կողմերում։ Ընդամենը 30 կիլոմետրանոց արանք է, որը ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում թուրքերը կփակեն։